Տեր, այսօր գալիս եմ քո առջև խոնարհված սրտով։ Գալիս եմ, որովհետև հավատում եմ, որ անգամ ամենախոր խավարի մեջ քո լույսը վառվում է։ Թեպետ ես դեռ չեմ տեսնում ճանապարհի վերջը, բայց գիտեմ, որ դու այնտեղ ես, յուրաքանչյուր քայլում։ Եվ այս աղոթքով ես ուզում եմ ոչ միայն խնդրել, այլև հավատով խոստովանել, որ իմ կյանքի ամենադժվար պահերի մեջ դու ես իմ հաղթանակի աղբյուրը։ Տեր, այս պահին քեզ եմ հանձնում իմ բոլոր տկարությունները, վախերը, անհանգստությունները, իմ կոտրված ու հոգնած սիրտը։ Դու գիտես իմ վիճակը շատ ավելի լավ, քան ես ինքս։ Գիտես, թե ինչն է ցավեցնում, ինչն է խանգարում, ինչն է բերում այդ ծանրության զգացումն իմ մեջ։ Եվ դու նաև գիտես, թե ինչ է պետք բժշկվելու, վերականգնվելու և նոր ուժով կանգնելու համար։ Ես այսօր խնդրում եմ քեզ, իջեցրու քո խաղաղությունը իմ հոգու վրա, քանի որ հենց քո խաղաղության մեջ եմ ես տեսնում հաղթանակը։ Տեր, օգնիր ինձ ապրել ոչ թե իմ ուժերով, այլ քո զորությամբ։ Օգնիր հիշել, որ ես միայնակ չեմ այս պայքարում։ Թեև երբեմն թվում է, որ իմ ձայնը չի լսվում, կամ որ ոչ մի բան չի փոխվում, բայց ես գիտեմ, քո աչքը անդադար հետևում է ինձ, քո ձեռքերը պաշտպանում են ինձ, և քո սիրտը երբեք չի հեռանում ինձանից։ Օրեր կան, որ ստիպում են մտածել, թե ամեն բան իմ դեմ է։ Չկան պատասխաններ, չկան փոփոխություններ և չկա հույս։ Բայց այսօր ուզում եմ բարձրաձայն հայտարարել, ես չեմ ապրում տեսածով, այլ քո խոսքով։ Աստվածաշնչում գրված է. եթե Աստված մեր կողմն է, ապա ով կարող է մեզ դեմ լինել։ Այս խոստումը ես վերցնում եմ որպես հենարան ու իմ կյանքի հիմք, հատկապես այս դժվար ժամանակներում։ Հայր իմ, խնդրում եմ ինձ սովորեցրու տեսնել ոչ թե փակ դռները, այլ այն ճանապարհները, որոնք դու նոր ես բացում։ Թող ես չկենտրոնանամ այն բաների վրա, որոնք կորցրել եմ, այլ շնորհակալ լինեմ նրանց համար, որոնք քո կամքով հեռացվել են իմ կյանքից, որպեսզի տեղ բացվի ավելի մեծ օրհնությունների համար։ Օգնիր ինձ չընկնել տրտմության ու հիասթափության մեջ, այլ քայլել վստահությամբ, իմանալով, որ իմ պատմությունը դեռ չի ավարտվել, և իմ կյանքի լավագույն բաժինը հենց դու ես։ Տեր, ես իսկապես ուզում եմ քեզ տեսնել այս փորձության մեջ, ոչ միայն դուրս գալ դրանից, այլ քեզ տեսնել հենց դրա միջով անցնելիս։ Քեզ ճանաչել ավելի խորը, զգալ քո ձեռքը, տեսնել քո զորությունը, լսել քո ձայնը։ Քանի որ ամեն մեծ հաղթանակ սկսվում է սրտի ներսում, այն պահին, երբ մարդը հասկանում է, որ Աստված իր կողքին է։ Հայր, այս դժվարության մեջ ես խնդրում եմ 3 կարևոր բան՝ խաղաղություն, իմաստություն և զորություն։ Խաղաղություն, որպեսզի չհանձնվեմ և չկորցնեմ հավասարակշռությունս նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ թվում է անկայուն։ Իմաստություն, որպեսզի հասկանամ, ինչ քայլեր պետք է անեմ, ինչ խոսքեր պետք է ասեմ, ում մոտ պետք է գնամ և ումից պետք է հեռու մնամ։ Զորություն, որպեսզի կարողանամ շարունակել պայքարել անգամ այն օրերին, երբ թուլություն եմ զգում, երբ չեմ ուզում առաջ գնալ, կամ երբ հոգնածությունը հաղթում է ինձ։ Տեր, ես գիտեմ, որ դու երբեք չես թողնում քո երեխաներին։ Երբեմն մեզ թվում է, թե ուշանում ես, բայց իրականում դու միշտ գործում ես։ Քո ժամանակը կատարյալ է, և թեև ես չեմ տեսնում, թե ինչ ես անում, բայց հավատում եմ, որ դու արդեն պատրաստում ես իմ հաղթանակը։ Եվ ես ուզում եմ համբերությամբ սպասել քո ժամանակին, որովհետև քո կատարածը միշտ լավագույնն է։ Հայր, թեև չեմ հասկանում ամեն ինչ, բայց վստահում եմ քեզ։ Քեզ, ով երբեք չի սխալվում, ով միշտ հավատարիմ է, ով սիրում է ինձ առանց որևէ պայմանի, ով տեսնում է ապագաս, նույնիսկ այն ժամանակ, երբ ես չեմ տեսնում հաջորդ քայլս։ Եվ հենց այս վստահությամբ եմ այսօր գալիս քո առջև։
իմանալով, որ իմ պատմության վերջում հաղթանակ կա, քանի որ այս պատերազմը ես չեմ պատերազմում, այլ դու։ Դու ես իմ առաջնորդը։ Տեր, խնդրում եմ ամրացրու իմ սիրտը, որովհետև դժվարություններն ինձ թուլացնում են, բայց ես չեմ ուզում թուլացած մնալ, ես ուզում եմ կանգնել հաստատուն հավատով։ Քո խոսքն ասում է. զորացեք Տիրոջով և նրա զորության ուժով, թող քո զորությունը լինի իմ պաշտպանությունն այս օրերին։ Տեր, ես չեմ ուզում ապրել պարտվածի մտածողությամբ, քանի որ քո զավակը պարտված չէ, քո զավակը հաղթող է նույնիսկ երբ դեռ չի տեսել հաղթանակը։ Ուղղակի որովհետև դու նրա հետ ես, ուրեմն ինձ նորից հիշեցրու, թե ով եմ ես քո մեջ։ Մարդ, ով արարված չէ վախով, այլ քաջությամբ, սրտի զորությամբ և սրբության հոգով։ Մարդ, ով ստեղծված է հաղթանակի համար, ոչ թե պարտության։ Մարդ, ով կոչված է բարձրանալու ոչ թե զորությամբ, այլ քո հոգով։ Տեր, այսօր ես հանձնվում եմ քեզ, իմ ամբողջ պայքարները, ցավերը, անհասկանալի իրավիճակները դնում եմ քո ձեռքերում։ Վստահում եմ քեզ, որովհետև դու երբեք չես ձախողվում։ Դու երբեք չես սխալվում և չես լքում։ Եվ ես գիտեմ, որ դու ինձ դուրս կբերես այս ամենից ավելի զորավոր, ավելի հասուն, ավելի իմաստուն, ավելի քեզ մոտ բերելու համար։ Թող այս դժվարությունը դառնա այն տեղը, որտեղ ես կհանդիպեմ քո սիրուն։ Թող այս ճնշումը դառնա այն տեղը, որտեղ կհայտնվի քո զորությունը։ Եվ թող այս պայքարը ավարտվի հաղթանակի վկայությամբ, որպեսզի ամեն բան քո անունը բարձրացնի, որպեսզի ամեն բան քո անվան փառքի համար լինի։ Շնորհակալություն, Հայր, քո մեջ ես արդեն տեսնում եմ իմ հաղթանակը։ Ամեն։